saw the Lord seated on his throne. He was clothed in glory, exalted high. And the train of his robe filled the temple, and the angels circled around him, and they cried, you are holy, oh so holy. You are holy, Lord of all. They cried, you are holy, oh so holy. You are holy, Lord of all. I saw the Lord seated on his throne. He was clothed in glory, exalted high. And the train of his robe, it fills the temple, and the angels circle around him, and they cry, you are. We give you all the praise and honor, Lord, for you are holy, and you are holy forever, Lord, seated on the highest throne, and we worship you forever, Lord, our God in heaven, for you are great and holy for all, Lord. They cry, You're holy, Lord. All together, you're holy, Lord. We give you all the praise and honor. so holy. You are holy, Lord of all. They cry, you are holy, oh so holy. You are holy, Lord of all. Saw the Lord sit on the throne. He was clothed in glory, exalted high. And the train of his robe fills the temple, and the angels circle around him, and they cry, yes they cry, you are holy.
քեզ Տերին, գոհություն քեզ Տեր, պաշտում ենք քո անունը։ Տիրոջ խոսքը ասում է, եթե երկու հոգի այնտեղ են, ես այնտեղ եմ։ Հիմա մենք երկուսից ավել ենք։ Տիրոջ շունչը ներկայություն այստեղ է, փառք քեզ Տեր Հիսուսին, պաշտում ենք քո անունդ։ Մեծարում ենք քեզ Տեր։ Ես ուզում եմ միասին բոլորս ասենք. Դու ես հայրը իմ փրկիչն ես, իմ արարիչն ես, դու իմ բժիշկն ես, իմ ազատագրիչն ես, դու իմ մխիթարիչն ես, դու իմ վեմն ես Տեր, փառք քեզ, գոհություն քեզ Տեր։ Իմ Տեր, իմ լույս, երգում եմ քեզ, միակ հույսս, սերս դու ես, իմ Տեր, իմ լույս, երգում եմ քեզ, միակ հույսս, սերս դու ես, դու իմ հայրն ես ու իմ փրկիչը, իմ արարիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես, իմ միակ վեմ։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր։ Իմ Տեր, իմ լույս, երգում եմ քեզ, միակ հույսս, սերս դու ես, իմ Տեր, իմ լույս, երգում եմ քեզ, միակ հույսս, սերս դու ես, դու իմ հայրն ես ու իմ փրկիչը, իմ արարիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես, իմ միակ վեմ, դու իմ հայրն ես ու իմ փրկիչը, իմ արարիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես, իմ միակ վեմ։ Ես ուզում եմ միասին բոլորս երգենք, դու իմ հայրն ես ու իմ փրկիչն ես, իմ արարիչն ես, դու իմ բժիշկն ես, իմ ազատագրիչն ես, մխիթարիչն ես, իմ Տերին, փառք քեզ։ Դու իմ հայրն ես ու իմ փրկիչը, իմ արարիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես, դու իմ միակ վեմ, դու իմ հայրն ես ու իմ փրկիչը, իմ արարիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես, իմ միակ վեմ, դու իմ հայրն ես ու իմ փրկիչը, իմ արարիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես, իմ միակ վեմ։ Փառք քեզ Տերին, դու մեր ազատագրիչն ես և մեր վեմն ես, փառք քեզ, գոհություն քեզ Տեր, հալելույա։
Խաղաղություն բոլորիդ։ Աստծո խոսքի մեջ գրած ամեն շունչ ունեցող թող փառք տա Աստծուն։ Մինչև սկսել է, այսօր մենք երեխա ունենք հանձնելու Աստծուն։ So Նարինե ջան, կուզեմ գաք։ Hey, where is Armen? Can I have Armen back? Vahag, can somebody tell Armen to back to play? Ես իշքան երեխա կա այմար։ Այո, Փառք Հիսուսին։ Կանչեցիր։ Նաթալի էր, չէ՞ աննը։ Այսօր պրակտիս եմ արել։ Ժողովուրդ ջան, էսի մեր կլի 1 2 3 4-րդ երեխան, 5-րդ։ Մի հատ էլ ունենք Քրիսմասին, բերելու են։ So Հայկո, ուզում ես քեզ Henry, come and do something here. Հայկո, here. Հայկո։ Flashlight-ը վեկա, ապրես։ So, Աստծո ժողովուրդ, ուզում եմ մի բան It's okay. Don't worry about it. I know it's a baby. Շատ արագ կանենք, բայց այսօր շատ կարևոր օր է։ Երբ որ երեխան ծնվում է, մեր քրիստոնյա օրենքի մեջ, որ Հիսուսին նույն բանն արին, թեպետ դա Իսրայելի օրենքներ, բայց մենք adapt ենք արել։ Մենք վերցնում ենք Աստծո ժառանգը հետ ենք տալի Աստծուն։ Եթե դու կարդաք Սաղմոս 127, այնտեղ ասում է, որ ես իմ ժառանգը տվեցի ձեզ։ So դուք բոլորդ էլ Աստծո ժառանգներն եք։ Ամեն։ Ձեր ծնողները կմահանան կգնան, բայց դուք էլի ունեք երկնավոր հայր։ Մենք միշտ կունենանք հայր, ասեք Փառք Հիսուսին։ Եվ չմոռանաք, եւ կունենաք մայր, դա կլինի ձեր եկեղեցին։ Մայր եկեղեցի եւ հայր մեր Տեր Աստված։ Նա մեզ որբ չի թողա, ամեն։ Բայց Արմեն ջան, մի բան կարա սենց թեթև ենքանա, սենց այ որ դու ամուսնանաս, ես քո համար կնվագեմ։ Չգիտեմ ինչ կստացվի, բայց So, մեր վաղ աղբերը մեծ sacrifice արել եկելա ստեղ ու այսօր Աստված իրան տվել է 2 հատ լավ ընտիր Աստծո երեխաներ։ Այս առաջինը մարգարությունով ա եղել, երկրորդը մարգարությունով ա եղել եւ ես հավատում եմ, որ այս երկու երեխեքը կլեն Աստծո զորավոր մարդիկ։ Ամեն։ So եկեք մի հատ կտաս ինձ։ Կտաս ինձ օրի մանուշս, ես ինձ սիրուն շորերը հագև աղջան։ Ինչ անուշ հոտ է գալիս, oh my god։ Եկեք բոլորս մենք ձեռքերը մեկնենք այս երեխայի վրա, իրան Նաթալիա, եւ օրհնենք իր ծերությունը, այդպես ասեմ, որ ունենա լավ ամուսին, լավ ծառայություն, լավ բիզնես, որ առողջ լինի եւ ոչ մի բան, ինչ որ իր ծնողները արել են, հանկարծ այս երեխա վրա չգա, այսինքն ինքը ապրի ոնց որ Աստված ա ուզում։ Ամեն։ Տեր ջան, քեզ փառք ենք տալիս ու պատիվ։ Հանձնում ենք այս փոքրիկին քեզ Տեր Աստվածս իմ, ինչպես որ կանոնն է Տեր իմ Աստվածս իմ։ Եվ մենք օրհնում ենք իրեն, բոլորս իրար հետ Տեր ջան, մենք օրհնում ենք այս փոքրիկին Տերս, որպեսզի օրհնես Տեր Աստվածս իմ նրա կյանքը, ինչ նպատակով որ ստեղծել ես, թող քո կամքդ լինի այս երեխայի վրա Տեր Հիսուսին։ Եվ իրեն ծնողները Տեր Աստվածին տեսնեն պտուղը Տեր իմ Հիսուսին։ Եվ օրհնվեն Տեր Աստվածին, եւ քեզ փառք տան, որ դու պահեցիր ու պահպանեցիր։ Մենք հանձնում ենք քեզ երկնավոր Հայրին։ Քո հրեշտակներով ծածկես, քո խոսքով պատես։ Փառավոր իմ Աստվածս, մենք խնդրում ենք, որպեսզի մաքրես ու սրբես իրեն կյանքը։ Դու առաջնորդես իրեն երկնավոր Հայրին եւ օրհնես իրեն կյանքը։ Հիսուսին շնորհակալ ենք այս ընտանիքի համար, այս երեխայի համար եւ մյուս երեխայի համար, որ գալու է Տեր Հիսուսին։ Շնորհակալ ենք երկնավոր Հայրին, փառք ու պատիվ քեզ։ In Jesus mighty name. And God's people said, Amen. Somebody ջան, մի հատ յուղդ բեր։ Ով արես ծվիտերը սեն սիրուն։ You did? Usually պապիկ տատիկներն են առնում, բայց այս անգամ ինչ է լավ յուղդ։ Պրծիվ։
Սուսամբարի յուղերը հատուկ տեղա դրած դուր։ Okay։ Մի հատ հոգի, մի հատ լավ սամբար։ Alright, Աստծո ժողովուրդ, մենք օծում ենք ծնողներին, որպեսզի ծնողները միշտ օրհնված լինեն, միշտ ֆինանսապես, խաղաղ, ուրախ, որպեսզի այս երեխեքը առողջ մեծանան։ Ամեն։ Հիշեք, երիտասարդներ, որ ամուսնանաք չկռվեք ձեր ամուսինների կամ կանանց հետ։ Ձեր երեխաները առողջ չեն մեծանա։ Նրանք չեն սիրում։ Ամեն։ Շո մենք օրհնում ենք Վահագ ջան քեզ, հորը որդու եւ Սուրբ Հոգու անով։ Մենք օրհնում ենք Նարինե ջան քեզ, հորը եւ որդու եւ Սուրբ Հոգու անով, եւ օրհնում ենք մեր փոքրիկին, հորը որդու եւ Սուրբ Հոգու անով, եւ իրեն, հորը որդու եւ Սուրբ Հոգու անով։ Եվ Աստծո Սուրբեն ասեն. Ամեն։ All right. Կարող նստել, կարող նստեք։ Դուրս ու սամբարին։ Good. Thank you, Armen ջան, thank you։ Ես քո երեխեքիդ հաստատ կնվագեմ։ Կամ էլ Էդոն կնվագի հենանդե։ Էդո դու նվագում ես keyboard։ Ահա, ես դու կնվագենք ստե։ Anyway, խաղաղություն բոլորիդ, շնորհակալություն, Աստված օրհնի, մյուս կիրակի էլ ունենք մի հատ ուրիշ փոքրիկի, որ պետք է հանձնենք, ամենահավես մասն է, ասեք ամեն։ Yeah։ Եվ շատ կարևոր է, որ դրա համար Աստծո ժողովուրդ, ասենք օրինակ ջրով մկրտությունը պետք է հասուն տարիքում եղնի։ Դի շատ տանում են մկրտում են բան, ես էլ երեխեքին ասում ձեր մամաներին սու արեք, առանց ձեզ կամքի հանձնել են Աստծուն, այսինքն գործի են դրել, էլի։ Բայց երեխեքին հանձնելը Աստծուն, դա ավելի ճիշտ ալու, որ Աստված պահի, Աստված մեծացնի, Աստված օգնի եւ հավատա կանի։ Հիմա ինքը ունի հրեշտակներ եւ ես չկարողացա ասեմ, որտեվ հիշեք դուք ծնողները տեղ որ կայնացեք, եթե հանկարծ անիմաստ ձեր երեխային ձերտվիկ, այդ հրեշտակները Աստծո խոսքի մեջ գրած է, որ կգնան Աստծուն խաբար կտան։ Իրանք լուրջ խաբար բզիկներ են։ Կասեն, որ ասենք օրինակ հիմա Վահագը անիմաստ խփել է։ Ու Վահագը կարող է այդ օրը գործ չունենա, էլ դու նստի դիպրես։ So Վահագ ջան, զգուշ էլի։ Anyway, Փառք Հիսուսին, հիշեք, եթե կռվեք, ձեր աղոթները ընդհանրապես կկանգնի։ Okay։ Հիմա Աստծո ժողովուրդ, քանի որ տարին փակում ենք, ես ճիշտն ասած հատուկ թեմաներ չունեմ, այլ ուղղակի անհատական թեմաներ կտամ, որպեսզի մի քիչ ուժեղացնեք ձեզ, ձեր այն որ ասում է հոգևոր մկանները ուժեղացնեք, թեպետ մի երկու շաբաթեր, ավելի մի ամիս էր, ես ձեզ սովորացնում էի մարդու որ այդ վերստին ծնված հոգու մասին, I think it was very good, բայց այսօր ուզում եմ սա ձեզ սովորացնեմ, շատ պետք է ձեզ հավատա պետք է, ինչ անենք մեր դևի հետ, այն որ ասում է սրա հետ ինչ անեմ, ինչ անենք մեր դևի հետ, ոնց հարցը լուծենք, ոնց հետևից ընկնենք, ինչ անենք, սրա հախից ոնց գանք։ So սա կլինի այսօրվա մեր խոսակցությունը եւ ինձ թվում է շատերիդ կօգնի, որովհետեւ իմ կարծիքով սա շատ կարեւոր, ասենք, իրավիճակ է, որ բոլորդ պետքա հասկանաք եւ սովորեք։ So where is Jordan? Jordan, you're there, brother? You can go there, it's fine. Oh yeah, you don't have a phone? You have a Bible? No? Okay, he's the best Christian, no Bible. Can't see from far. That's best. So, please read for me Armenian. 2 Corinthians 2:11. Եկեք իրար հետ նայենք երկրորդ Կորինթացիներ, Աստծո ժողովուրդ. 2 Corinthians 2:11. What's happening? Lest Satan should get an advantage of us, for we are not ignorant of his devices. Yeah. Կներեք, մի հատ ես բացեմ, երկրորդ Կորինթացիներ, ստեղից կսկսենք Աստծո ժողովուրդ, ինչ անենք մեր դևի հետ, ոնց հախից գանք։ Եվ կլինի 11-ը։ All right, հիմա. That's good. One more time, brother. One more time. Lest Satan should get an advantage of us, for we are not ignorant of his devices. Yeah.
բոլորդ ֆորմի մեջ եք կարաք ինձ լսեք, թե հլա ձեր տանն եք, այս կողմ են կողմ, ստեղ եք։ Բարև ձեզ, իմ անունս Հովիվ է, կուզեմ ուղղակի ծանոթացնեմ ինձ։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, մի փոքր introduction տամ, որպեսզի մեջը տեսնեք։ Ես 2000 երևի 5 թվին ես առաջի անգամ ոնց որ ասած սատանային տեսա, բայց եթե ավելի հետ գնանք 94 թվին եմ իրան տեսել, երբ որ ես այն ժամանակ գիշերներն էի աշխատում, գործից որ եկա տուն, դե ես չեմ սիրում որ լույս ա եղնում, մարդկա լույսի տակ քնում ա, որ արևը մեջն ա, տան մեջ ա, ես չեմ սիրում, ես սիրում եմ մութ եղնի, so փակել էի բաներով, որ տունը մութ եղնի, կարողանամ քնեմ, so ես աղբորս հետս էր, ասում էի, որ գնում ես կամանց գնա, էլի, որ չլսեմ, դե ինքն էլ ցերեկներն էր աշխատում, ու նենց եղավ, որ ինձ թվաց, թե ինքը հետ եկավ, ու ինչ-որ մի բան ա վերցնում, սենց հիմա մեջս համ պայքարում եմ քնելու վրա, համ էլ ասում եմ, այս ետ պետք է գնա այս աղբերս, չի գնում, so սենց անցավ մի քանի րոպե ու ջղայնացա, էլի, ասեցի, այս տղենը չի գնում, վերջը, որ աշկերս բացեցի, տեսա մի հատ թափանցիկ բան ա կանգնած սենց, ու ես իրա մեջով տեսնում եմ տան բոլոր մնացած բաները, ճիշտ ասած վախեցա, առաջիս անգամ սենց նայեցի, ասեցի, էս ինչա տեր ջան, ասեցի, լուրջ վախեցա, ու նենց վախեցա, ոնց որ մի հատ երեխա սենց կփաթաթվի կգնա մի հատ անկյուն, ու անմիջապես լույսը գնացի, վառեցի, հիմա փորձում եմ այդ անձնավորությունը ճարեմ, ես ուր գնաց, լույսը անջատում եմ էլ չկա, լույսը վառում եմ էլ չկա, բայց վախը չի գնում մեջիցս, so դե գնացի մեր առաջնորդներին հարցրեցի, ասես բան եմ տեսել, մի քանի ապուշ բաներ ինձ ասին, դրագ ես անում, կամ չգիտեմ հիվանդ ես, կամ մեղ գործ ես, ես ինչ ասես չասին, ու տենց տեսավ իրանցից բանդուս չի գալ, իրանք էլ չգիտեն ինչ եմ տեսել, բայց point-ս նա է, որ առաջի անգամ մի բան տեսա, որ առանց իմ կամքի էր, թեպետ Հիսուս, ոչ մի բան էլ կոնկրետ չօգնեց, ոնց չէ, որ ասեցի Հիսուս փրկվա, չէ, ու այդ պատկերը երեսից չէր գնում, դրանց հետո երկրորդ անգամ, որ Դևին տեսել եմ, կոնկրետ 2025 թիվներ, մի հատ աղջիկ էր մահացել, գնացել է իր թաղմանը, ու դուրս գալուց զգացի մեկը հետևից գալիս է, որ ֆրացի տեսա մարդ չկա, ասի լավ, երևի ինձ թվաց, հետո որ ավտոյի դուռը բացեցի, նստեցի, ինքն էլ կողից դուռը բացեց ու նստեց, հիմա ես նայում եմ, ու փորձում եմ հասկանամ, այս ինչ եղավ, ոնց ավտոյից դուռը բացվեց, մտավ ներս, ասի չէ ամարտ, ասեցի, տեսի հաստատ ես բան եմ արել, ուղղակի պատկերացում էր, ինքսի մեջ ասում եմ, չի կարող պատահի, բա մարդը ուր է, ու մեկ էլ մի հատ ձեն եկավ, ասեց, ոնց որ իրան եմ սպանել, քեզ էլ եմ սպանելու, ամարտ ասի, լավ է, այս ինչ եղավ, ասեց մոմենտ խառնվեց մեջս, Ատենց անցավ ու այդ ձենը անընդհատ մնաց մոտս։ Մի պահ եկա, որ արդեն ես ինքսից ստանում եմ ոնց որ աննորմալ։ Գնում էի ավտոյի մեջ, ձենը բարձրացնում էի, որ այդ ձենը ասում էր քեզ սպանելու, արդեն հոգնել էի։ Իմ կինս է, որ ինքը նրս է, միշտ գալիս էր բաներ պատու, այս patience-ը ասում եմ մի ասա։ Ամեն անգամ ասենք մի հատ կտրվածքի տեղ ես, ասում վախենում եմ։ Մի ասա, Դևն ասում էր, այդ է քեզ սպանելու եմ։ Եղունգը կտրում էր, ասում էր, եղունգը կտրեց քեզ սպանելու եմ։ Չգիտե ինչ անե, այն անեկդոտը կա ժողովուրդ, որ այս մարդը մեղ կա գործում, Աստված ասում է քեզ ջրով խեղդելու եմ։ Այսը խեղճը վախենում է, ասենց այդ կաթիլով է ջուր խմում, կաթելի տակ լողանում է, ծով չի գնում, ոչ մի բան չի անում, անցնում է մի քանի տարի, այս լուրջ մոռանում է։ Ասում է գնամ ծով նավի վրա, ասենց մի քիչ տնջանամ, էլի։ Նավը վեկալում ծովի վրա, ասենց իր համար, էթում են խորքերը, մեկը Աստված գալիս ասում է, ըհը, այսօր քեզ սպանելու եմ։ Ատեր ջան ասում է, տենց ոնց կեղնի, ասում է, բայց քան ժողովուրդը, ասում է, այսքան վաղ իզուր եմ սպասել, հիմա սաղիդ հավաքել եմ միտեղ։ Սաղիդ մի անգամից է խեղդելու։ So տենց այդ ձենը սենց մեջիցս չի դուրս գալի։ Չեմ վախացնում, չէ՞ ձեզ ասում, օքեյ, եթե վախենում եք ոչինչ, ձեզ պետք է այսի։ Ուզում եմ ձեզ ճնշումը չափեմ, դա ինչ լեվելի է։ So դրանից հետո ճիշտ ասած 2007-ներ, 8-ներ արդեն այն որ մեր մեծերն ասում են, այ բալաջամ չեն հիշում մի 25 տարի առաջ
Ուսենց փորձում են հիշեն որ օրն է։ Դա ես էլ եմ այդ օրն ընկել, չեմ հիշում։ Բայց ինչ որ մի օր Սատանան եկավ մտավ իմ տուն, ինքը տենց հագնված, ասեց այսօր ժամանակն է։ Ես քեզ սպանելու եմ, ոնց որ ասեցի մի քանի տարի առաջ։ Ճիշտ ասած չհավատացի։ Ասի ոնց պետք ինձ սպանես, ձեռդ ոչ դանակ կա, ոչ զենք կա, how are you gonna do it? So հիվանդություն բերեց գցեց մեջս, ու այդ հիվանդությունը ինձ actually սպանեց։ Հետ եկանք, որ հետ ուղարկեց ինձ Աստված ասեց գնա սովորի։ Երբ որ Աստված մարդը հետ խոսում է Աստծո ժողովուրդ, ոնց որ Աստվածաշունչն է, դու պետք է անգնես մանգաս ինքը ինչ է ասում։ Աստված ոչ թե պարզ չի խոսում, detail չի ասում։ Օրինակ Աստվածաշունչը որ կարդում ես, գրում Աբրահամը գնաց էսիշ տեղը, aber չի ասում երբ գնաց, քանի տարի տևեց, ում հետ հանդիպեց, ինչ արեց։ Քեզ թվում է թե 2 րոպեից ընդեղ էր։ Տո չէ հա, որ դուք ստուգ եք, չէ, այնքան հեռու տեղա գնաց է, որ էդի ամիսներ է պետք որ տեղ հասնի, բայց մենք որ չենք սովորում, ես թվում է թե այն ընդեղ էր։ Չէ հա, Երեմիան ասեց գնա էսիշ տեղը, այս բանը թաղի, որ նայում ես, ոնց որ Երեմիան ապրի Լոս Անջելեսում, բայց պետք է գնա Նյու Յորք։ Քեզ թվում է մի հատ գետ կար, այդ գետը որ նայում ես որտեղ Երեմիան էր, ու որտեղ այդ գետն է, այդ ամեն էշովից ձիով քանի օրով կհասնեք Նյու Յորք։ How much time we need with a horse go to New York? Days. Ու ընդեղի ճանապարհները ուղիղ չէ, որ ասես սենց ուղիղա, սենց քո ավեսով, քայլելով, չէ, հա, սարեր, ձորեր, կենթանի, գող ու ավազակ, ինչ ասես չկան։ Լավ։ So երբ որ Աստված մարդու հետ խոսում է, մի քիչ պետք է դու ունենես մանգաս, ինչ է ասում։ Դրա համար Աստվածաշունչը սովորել է պետք, ոչ թե կարդալ։ Այն քրիստոնյաները, որ ուղակի կարդում են Աստվածաշունչը, դա մեղք է։ Պետք է ստադի անես։ Մենակ կարդում են նրանք, ովքեր որ նոր են եկել։ Նորեկների համար կարդալը լավ է, որ ինֆորմացվեն, բայց դու չես կարող ամեն անգամ նույն ձևի կարդաս։ Դու պետք է սովորես հասկանաս։ Սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Okay, շատերը քեզ կասեն, օրինակ հիմար, տես Աստված ժամ ունի, բայց իրականում ասում է in eternal past God created heaven and earth. See that makes difference. Eternal past. Ժամ չունի Աստված, րոպե չունի։ Սա պետք է սովորես, որ ասես, you know what, թարգմանություն ստեցած, բլա բլա բլա։ Ինչ որ իսա։ Այդ դեպը որ ինձ Աստված որ հետ ուղարկեց, ասես գնա սովորի, սկսեցի սովորելը դևերի մասին. Can I have that pentagon thing I made it for demons and principalities and powers? So երբ որ սկսեցի դևերի մասին սովորելը, obviously հիմքեր չունենալով սկսեցի ուրիշներին լսելը, այդ ուրիշներին լսելով արդեն իրանք ինձ այդեաներ տվեցին, ոնց Աստվածաշունչը նայեմ, երբ որ սկսեցի Աստվածաշունչ նայելը, արդեն ես ինքս դառա expert։ Ես կարամ հանգիստ ասեմ, որ երբ որ գալիս է դևերին, I'm expert։ Ես իրանց ամեն ինչը գիտեմ։ Դրա համար գանք արդեն ստեղ հասնենք, ամեն մեկդ ունեք դև եւ պետք է իմանաք ձեր դևը ինչ է անում։ Ուզում մի հատ նորից կրկնեմ։ Ամեն մեկդ ունեք դև եւ պետք է իմանաք ձեր դևը այսօր ինչ է անում։ Դու ինձ կասես՝ մի րոպե, բա մենք ընդունել ենք Հիսուս Քրիստոսին։ Հա, գիտեմ։ Ես բան չասեցի։ Բայց իրանք հանգիստ ձեզ չեն թողա։ Let's go to Matthew 43:12. Well, let's just read that. Մատթեոս 43:12-ի մեջ ասում է, երբ որ դևը դուրս է գալի մարդու մեջից, գնում է ամաքուր տեղերը պտտում, հանգիստ չի գտնում, եւ ասում է գնամ տեսնեմ իմ այդ առաջվա մարդը ինչ է անում։ So եթե դու ապաշխարել ես, լավ ես արել։ Աստված քեզ օրհնի, որ Հիսուսի արած աշխատանքը չես մերժե, գնահատել ես, ընդունել ես, good for you։ Անես չի որ մի հատ հատուկ ես միշտ երևելի բան ես արել։ Good for you։ Լավ ես արել։ Չաներ դժոխք կեր գնալու։ Պատկերացրա։ Ովքեր որ Հիսուսին չեն ընդունել, այդ իրանց համար լավ չի։ Ով որ ընդունել է good for you, չէ՞։ So, let's read that. Matthew 12:43. No, what did I say? Yeah, 12:43. I said opposite. Okay, right here. NF 44. When the unclean spirit is gone out of a man, Երբ որ անմաքուր հոգին դուրս է գալի մարդու մեջից, he walketh through dry places, ուշադրություն դարձեք, քայլում է dry places, anyway, seeking rest and findeth հանգստություն է ման none. գալի եւ չի գտնում, չէ՞։ Next verse. Then he saith, Then he's thinking. Now ինքն ասում է, մտածում է, ինչ անեմ։ Okay, ես հանգիստ չեմ կարող գտնեմ, շունչ չկա որ մտնեմ իր մարմնի մեջ, չգիտեմ ինչ անեմ, ասում է, so տես դևերը մտածում են։ Գնամ,
Go He ahead. saith, I will return into my house from whence I came out. So the house is you. Ասում է գնամ իմ տունս, որտեղից որ դուրս եմ եկել. So երբ որ գալիս է continue. And when he is come, he So findeth գա, it empty. listen, wait a minute. Ինքը գալիս է, չէ՞? Ինքը գտնում է քեզ. When he comes, he knows where you are. Ինքը գիտի դու որտեղ ես. Իր համար քեզ գտնելը շատ հեշտ է. When he comes. What? He find it empty, swept and garnished. Սրանք ես այսօր չեմ սովորած ինչի համար գած դատարկա, մաքրված է եւ garnished է, եթե ուղակի շատ արագ գնանք, empty նշանակում է Հիսուսի հետ հաղորդակցվող չի, հիմքեր չկա ոչ մի հոգևոր եւ պատրաստ է ուրիշ մի հատ տեր գա իր կյանքի մեջ. That's what these three things means. So, let me go back to that chart that you just pull up for me please. Okay, also short. Հիմա ուզում եմ մի հատ հետարքիր բան լսեք. Դևեր կան, այստեղից եմ ուզում սկսեմ, դևեր կան, որ Աստված չի օգնելու, երբ որ իրանք ձեր վրա հարձակվեն։ Դևեր կան, որ Աստված չի օգնելու ձեզ, չի անելու։ Դևեր կան, որ Աստված օգնելու է։ So սատանան, եկեք մի հատ ընդհանուր structure տամ ձեզ, որ սրա մասին կարողանամ ձեր հետ խոսամ, որտեվ երբ որ նստեցի ես սովորեցի, ես տեսա, որ ես ինքս personally ունեմ 300 դևեր, որոնք որ կուտակվել են այս Ադամից մինչև այսօր։ Մատ ուզում եմ բոլոր լսեք։ Ես որ սկսեցի սովորելը, եղբայր, տեսա 300 դև ունեմ, որ կուտակվել է։ They piled up because of Adam all the way to me. So, պատկերացրեք, ես ծնվել եմ ու ին վրա աշխատում են 300 սատանա։ 300 դև ին վրա են աշխատում specifically, որի մեջ իրանք արդեն մի քանի բաներ կա, որ ուժեղացել են, personality են վերցրել ին վրա, ես դրանք արդեն անում եմ, 300 դևի կեսը ես կարամ ասեմ, արդեն իրանց նման եմ, իրանք ինչ որ ուզում են ես անում եմ, կատարյալ ձևով, կարամ ասեմ դուք եք անում, նշի որնակ ես չեմ անում, դուք եք անում, որ հիմա որ հերթով սկսեմ խոսելը, դուք նայեք որի մեջ եք, ուղղակի մեկ ցույց տա, թեպետ ես ձեր երեսից կտենամ, բայց չեմ ասի, որ դու այդ մարդն ես։ Օրինակ բամբասելը սատանայի մի հատ դևերից մեկն է։ Ստեղ եթե բամբասողներ կան, իմացի, որ ինքը քեզ սարքել է այդ ձև։ Իսկ բամբասանքը խորովածը շատ համով է, չէ՞։ Բամբասանքն էլ է համով։ I'm talking about food, Henry, food. All right. So, երբ որ ես նայեցի այս դևերին, ես տեսա, որ այս դևերը ուղղակի աշխատում են իմ կյանքի վրա ու Հիսուս ոչ մի բան չի անում։ Let's go Matthew 6 for a second. Մատթեոս 6-ի մեջ Աստված ասում է, երբ որ աղոտ կանես, when you pray, երբ որ աղոտ կանես, թողնա քո վրա։ Երբ որ ծոմ պահես, թողնա քո վրա։ Let's read that. Just a highlight. Let's go Matthew 6. Henry, you watching a YouTube? Oh, I thought you were watching a YouTube. Is this not interesting to you? Let's go Matthew 6. I'll tell you where to read. And then, watch, we're going to get more deeper now. Hold on a second. Matthew 6. Let's read from 5. Matthew 6, verse 5. And then, when thou prayest, thou shalt not be as the hypocrites are. All right, wait a minute. Երբ որ աղոտ կանես, so աղոտքը դա բան չի, ստիպողական չի, Աստված ասում է, երբ որ աղոտ կանես, so դու պետք է գնաս աղոտ կանես։ Քո վրա է թողում։ When you pray, let's go to 16. Jump to 16. Let's go 16, brother. All right. Moreover, when ye fast, Երբ որ ծոմ պահես, էլի քո վրա է թողում։ Չէ, Աստված չի գալու քեզ ասի ծոմ պահի, Աստված քեզ չի ասելու աղոտ կարա։ Եսայան ասում է քեզ բան արա, stir up արա։ Այն որ կա տղեկով նստած ենք, ասում են, ինչ ուտենք այսօր։ Խորոված,
Չէ։ Sushi. See, we're trying to find out ինչ է մեր սիրտը ուզում։ Բայց ինչ ուտելիք էլ որ mention անում ենք, համով է։ Ասեք ամեն։ Խորովածն էլ է համով, սուշին էլ է համով, ստեյքն էլ է համով, սալատ, no, սալատ չէ։ No, not salad. I don't like salad. You like steak? Oh, yeah. Հիմա ուզում ես նայեք Աստծո ժողովուրդ։ When you pray. Now, let's read something very quick. 1 Peter 5:8. Let me give you something and then I'm going to teach you. 1 Peter 5:8. Let's go 1 Peter 5:8. 1 Peter 5:8. Be sober, be vigilant, because your adversary the devil, as a roaring lion, walketh about, seeking whom he may devour. So, Աստծո խոսքի մեջ գրած ասում է սատանան մռնչան առյուծի պես մարդա մանգալիս կուլտա, հոշոտի։ Երբ որ ես առաջ անգամ էսի կարդացի, ասեցի մի րոպե, մի բան ստեղ այն չի։ Եվ ինչ արեցի, գնացի սկսեցի առյուծի մասի սովորելը։ Առյուծները իրանք տերիտորիալ են։ Բոլոր առյուծները տերիտորիալ են։ Բայց շատ ժամանակ մի հատ ուրիշ առյուծ է գալիս, իր աղբերներով հիմնականում, գալիս է այդ առյուծի տարածքը վեկալում է իրան եւ սրանց քշում են։ Եթե չգնա այդ առյուծը, իրանք կբսկթեն։ So այս առյուծն ինչ է անում։ Առյուծի մնում է մենակ մի բան, որ մռնչա։ Երբ որ առյուծը մռնչում է, ինքը ասում է, որ ես տերիտորիա չունեմ, բայց համենայն դեպս իր ձենը այնքան զորավոր է, որ այդ ձենով ուզում է տենա որ մի ուժ առյուծը իր ձենից կոնե կվախենա ու կփախնի։ Բայց տերիտորիան արդեն վերցրված է։ Դու չես իր ձենին ուշադրություն դարձնում։ You took the territory. Երբ որ քրիստոնյան տերիտորիան վերցնում է, ու սատանան գալիս ասում է քեզ խափի, դա քո գործն է, որ իրան տեղ չտաս։ Սա ինքը գոռում է, ինքը տեղ չունի, ինքը մռչում է, լսել եք իր ձեն։ Trying to find a place. Իսկ երբ որ դևը գալիս է մարդկանց կյանքի մեջ, սկսում է այդպես մռնչալը, դուս է եկե, ասում է գնացել է, դուս է եկե, ծառավ տեղերը մանա եկե, եկել է ու տենում է, ինչ, սկսում է մռնչալը։ Քրիստոնյաներն ասում վայ։ Ընդունում են հետ իրան տերիտորիան։ Գալիս է ձեր կյանքը էլի վեկալում է իրան։ Բայց այս անգամ ինքը խելացի է, ինքը չի վեկալում։ Մենակ ինքը ասում է գնում է 7 հատ ուրիշ է բերում, որ դու սկի չգիտես նրանք ինչ ձև են աշխատում։ So, դեպեր կան, որ մենք կոնկրետ մենք պետք է հարցը լուծենք։ So, let's go back to 2 Corinthians 2:11. Let me teach you this one specifically, որ դուք հասկանաք։ Ինչ անենք մեր դևի հետ։ Ուր է ձեր դևը, ոնց պետք է իր հարցը լուծենք։ Okay, let's go back to 2 Corinthians. It says, Satanan ունի device-ներ։ Lest Satan should get an advantage of us, for we are not ignorant of his devices. Yeah. So, Satanan կարա advantage վեկալի, երբ որ դու քնած ես, ուշադիր չես։ Ինքը կարա ուղակի գա, քեզանից օգտվի։ That's exactly what it says. Lest Satan should get an advantage. Why? Because whatever it ignorant կյանքը, որ դուք ignorant եք, ինքը կարա գա ու ձեզ նորից վեկալի իրան։ Հիմա, եկեք մի հատ պատմություն պատմեմ, որ դուք հասկանաք։ Մի հատ կին կար, որ լուրջ հոգևոր աղոթող կին էր։ Քույրիկ էր։ Իսկական դեմք է։ So այս քույրիկը աղոթք էր անում։ Մի օր բանա գալիս իրան, զանգա գալիս, որ իր քրոջ երեխեն ընկել է փորձության մեջ։ Լավ չի վիճակ։ Ant լավ չի։ Դե աղոթողա չէ ինքը։ Անմիջապես անցնում է կռվելու։ Ինչ անում, աղոթքի է անցնում։ Հիմա եթե ես քեզ հարցնեմ, ինքը ճիշտ բան արեց, քո պատասխանը կլի այո, իսկ իմ համար no։ Սխալ է։ Ոնց, բա իրա զանգել են, ասել են, որ այդ աղջիկը լավ չի։ Հա, ճիշտ են արել, բա ով է զանգել։
Մարդիկ են զանգե, ինչի մար է զանգե։ Զանգել են այդ կնոջը։ Հիմա որ մեկը զանգ քեզ ասի, աղբոր տղեն լավ չի, դու ինչ ես անելու։ Գնալու ես ծնգի ու սկսես լացելը, չէ՞։ Սխալ է։ Ինչն է սխալ է, ինչեր է սովորացնում։ Մի րոպե սպասի, կասեմ ինչի համար։ We should know his devices. Ինչի է ինքը այս ձևալու։ So սատանան գիտի, որ դու աղոթող էակ ես, զորավոր էակ ես։ Մի ձևով պետք է մի բան անի քեզ, թե չէ, սո ինչ անում։ Այս իսկական դեպքում պատմությունը պատմեմ, պատասխանը կտամ։ Այս կինը սկսում է լուրջ աղոթներ անել, 2-3 ամիս sense կպած աղոթ կանում եւ իրան ասում են, որ կամած այս երեխեն փոխվում է, լավանում է։ Wow, praise God. Can somebody close the door? Այս կինը ուրախանում է ավելի ասկսում աղոթ կանելը։ Ոնց որ թե ամեն ինչ ճիշտ է գնում։ Բայց այդ կինը քանի որ եկեղեցի ունի, եկեղեցի է գնում, այնտեղ ուրիշ ծառայողներն են։ Don't close it completely, Henry. Yeah. So այդ կինը որ եկեղեցի է գնում, այս կողմ այն կողմ, այս կինը ուրիշ մի հատ մինիստրի ծառայողի հետ է շփվում, ասենք մի հատ աստծո մարդու հետ, ասենք օրինակ Ջանրամիրես, հետ է շփվում ունի։ Ինքը Մարգար է ալում։ Իրան էլ է զանգում, ասում է աղբորս կամ քրոջս երեխեն լավ չի։ Կաղոթես, այն ասում է հա։ So այս կնիկը աղոթ կանում, ամեն ինչ նորմալ է գնում։ Այս մարդն էլ է աղոթ կանում, այս մարդուն Աստված գալիս է ու ասում է այդ երեխում արել մի աղոթ կարա։ Այս pray for that sister. Ասում է իմ աղջկաս համար աղոթ կարա։ Meaning is այդ կինը որ աղոթող է, ասում է ես կորցնում եմ իրան։ Հիսուս գալիս է այս ծառայող մարդուն, the minister, ասում է pray for her, not for her, because I'm losing her. So այս կինը որ աղոթող կին է, Հիսուս այս մարդուն ասում է իր համար աղոթ կարա, երեխու համար մի աղոթ կարա։ Ես նրան կորցնում եմ։ So ինչ ալում, Աստված այս Մարգարեի աչքերը բացում, հա։ Դևերը գալիս են, ասում են մենք այս աղջկան գցել ենք այս մեղքի մեջ իր ծնողների պատճառով, այդ աղջկա ընտրությունների պատճառով, հիմա մենք այս աղջկան ունենք մեզ, այս աղջկանով մենք այս զորավոր աղոթողին կգցենք գեդին։ So եկեք թողանք մի քիչ relief ստանա, թող այս աղջիկը լավը զգա իրան, այս ավելի կտականա, ու մի անգամից կգնանք էլ այս աղջկան կբռնենք, կգցենք դրագի մեջ կամ ինչի մեջ որ կա, ու սրա հավատքը կկոտրենք կգնա։ Այտենց էլ արեցին. We should know his devices. Ու այդ կինը այտենց էլ recovery չի եղնում։ Devils are messed up. Որտեվ այս կինը համոզված էր, որ ինքը աղոթող է։ Այս կինը համոզված էր, որ ինքը Աստծո մարդ է։ Այս կինը ինչ որտեղ տեսավ օգուտը, բայց Let me tell you another story. This is my story now. Երբ որ ես գնում էի միտեղ ծառայության, այնտեղ դպրոց էր, աստվածաբանական դպրոց էր, այնտեղ եմ իմ ուսմունքը ստացել, 7 տարի գնացել եմ։ Այնտեղ ես շատ բան սովորեցի, բաներ սովորեցի, որ շատ հովներ չգիտեն են, they have no clue։ So այնտեղ մոտարապես 270 հոգի տեղավորվում էր, ինքն էլ healing ծառայող էր, healing ministry, բժշկության ministry էր։ So պատմությունը back and forth ալինելու որ point-ս ասեմ։ So անց եղավ որ երկու հատ վիլչերով տատիկներ եկան, քույրիկներ էին, sense թե որ հիվանդ է, սրանք քիչ էսել մամ տարիքդ ինձ դեպի։ Մեկ էս կողմն է նստած, մեկ էս կողմը տեղ չկար որովհետև։ Դրա համար են էս կողքերը դրե for fire department-ը գա չփագի։ Դուք տեսնում եք ոնց են լայնարը, there's a exit here, exit here, exit there։ Եթե մտնեն տենանեսի չկա, կփակեն։ Պետք է կարակի ժամանակ փախնել ու տեղ լինի։ So դրա համար ենք մենք սենց սարքե։ So հենց չի որ սենց ուզեցել ենք սա։ Ուրիշ ավելի տարբերակներ ունենք, բայց սա ճիշտն է որ մարդիկ կարողանան գնան։ So մի հատ մեկը ստեղանստած սենց ընդհանուր վերևը 273 հոգի նստած են եւ ինքը կարողանում էր շատ լավ աղոթքով բերում էր Աստծո այդ ներկայությունը, ոնց որ ես եմ սովորել իրանց, ես էլ եմ անցյալ կիրակի օրը այստեղ 18 հոգի մարդ կան գետնին լրիվ ընկած լացում էին, դաժե երեխեքն է։ So it's very easy to enter into the presence of God.
So հիմա ես որպես հովիվ ես միշտ առաջն եմ նստում, որտեղ այդ մարդներ, այդտեղ մոտս լիքը հովիվներ կան եւ այլն։ Նստած ենք, so միշտ նայում եմ, ասում եմ ով աստեղ հիվանդ, թող ձեռքերը բարձրացնի, բժշկություններ էս կոմենկոմ, բայց սրանց վրա ձեռ չէր դնում։ Սրանց մոտ չէր գնում, սրանց համար չէր աղոթում։ Սրանց մոտ չէր գնում։ Այս վիլչերով կանանց մոտ չէր գնում։ Ու ես միշտ նայում ասում եմ, այ մարդ, ինչի՞ չես գնում, դու այդ անունն ես կրում, գնա էլի։ Գնա իրանց համար էլ աղոթ կարա։ Չէր անում։ Վերջը նենց եղավ, որ ինքը պետքա տեղ գնար, հետո ուրիշ մեկին ուղարկեց, էսի եկավ, ինքն էլ էր կարողանում Աստծո ներկայություն բերեր։ Անենց էր, որ այդ տեղը ստուդիոն բաժանեց երկու մասի, կեսը աղոթում էին էս մի կնոջ վրա, կեսը աղոթում էին էս մի կնոջ վրա, ոչ մի բան չստացվեց։ Հաջորդ երկու շաբթի որ եկանք, նորից արդեն ինքն ա եկե, Աստծո մարդն ա եկե, այդ իր հյուրն ա եկե, այդ ներկայությունը ավելի ինտենս է, ավելի կրակոտ է, ավելի ուժեղ է, ու ես անենց է որ կայնած այդ Աստծո մարդու մոտ։ Էլի սրանք սարքեցին այդ բանը, գնացի սկսեցի սրանց վրա աղոթ կանելը, զորին որպիսի այդ կանայք քայլեն, այս Աստծո մարդն ասում էր սխալ է, ու գլուխ թափ էր տալիս։ Հիմա ես իրա մոտ եմ կայնել, ես վստահ եմ որ ինքը մի բան գիտի որ անում, այս կայնել եմ մոտ, ես մտածում լավ ի՞նչն է սխալ։ 200 հոգի 300 հոգու կեսը այս կնոջ վրա այնքան ձեռ են դրել, սաղ ձեռի տեղեր այդ չքայլեց։ Ոչ այդ կինը քայլեց, ոչ այն մի կինը քայլեց։ Եվ այդ նույն դեպքը եղավ իմ հետ։ Աստծո մարդայքեի մոտ եկեղեցի լիքը մի հատ վիլչերով կին բերին ստեղ։ Երիտասարդ կին, չգիտեմ, ողնաշարի խնդիր ա ունեցել, հիվանդացել չի կարա քայլի։ Լացում է, ժողովուրդը դառել են էմոցիոնալ, ժողովուրդը լացում է, տենաս ինչ օյն են դրել։ Ես այդ կնոջը որ տես ասեցի, այս սրան ուղարկել է սատանան։ Մեր եկեղեցու մարդկանցից շատերն եկա, ես այդտեղ կայնած եմ, ինձ ասի դու ես տեսակ հովիվ ես, ամոթ քեզ, չես գնում իր համար աղոթ կանես, իմ մեջս գիտես ինչ ասում։ Սխալ է։ Դե իրանք էմոցիան շատ տաքացել է։ Երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, էմոցիան էլ է բարձանում, իրար հետ է տենց, որ լացում են, աղմուկ են անում, ջեբերներն են դատարկում, դա ես չեմ սիրում, պետք է մարդ քրիստոնյա հովիվ եղնի, հոգևոր եղնի, ոչ թե էմոցիայի տակ սկսես անել, դա մեղք է։ Պետք է բալանս ունենաս, թե Աստծո ներկայության մեջ, թե Աստծո ներկայից դուրս։ Ես կարամ հիմա սենց սիրուն ներկայություն ստեղծեմ ու ձեր ձեռի ժամացույցները տանեմ, մեկ շուտ լավ ժամացույցներով գաք։ I can do that. I learn. It's all here. But I'm not going to do that. Դրա համար Աստված մեր մեջ է բնակվում, որ ասել է խո գիծ չես, այնի քեզ խափում է։ Հա՞։ Ով այնց հասկանում։ Աստված մեր մեջ է ապրում, որպեսզի մեզ չխափեն։ Ես կարամ հիմա նենց անեմ, եթե դուք ստեղ կներեք, կիրովականի սուտի մուտի քրիստոնյաներ եք, ես ձեր փողերը հիմա կդադարքեմ։ Ավտոտել կվեկալ եմ ձերից հետ։ If you're just simple Christian, I'll take your money. Look at these people. Մենք մի հատ տեղ ենք գնացել, I'm not finished, մենք մի հատ տեղ ենք գնացել, Մարգարետ տարի իրանց տուն, սախ լացում, հարուստներ են, սախ լացում են, փող չունենք։ Այս Մարգարեն սկսեց Մարգարենելը, այս հարուստներից մեկն եք ասեց, ապե կարաս իրան ասես չաս ինչքան փող ունեմ։ Ասի բասից չունեմ։ Հա դե բայց այտենց էլ չի որ աս ինչքան փող ունենք։ Բռնվար։ Ներկայությունը լավ ընտիրա Այս մարդը մենակ այս մարդն է կայնած սո։ Հիմա ժողովուրդը ստեղ ներկայությունը էլի ընտիր է, այս կինը ստեղ է, մարդիկ եկան ինձ նեղացրին, դուրս ստից ով ես, what's wrong with you, blah blah blah։ Հելան այդ կնոջը հանին վիլչերից դուրս, հենց կայնեց տենայր ինչ աղմուկ են դրել, ինչ են լացում, ինչ են ուրախացել, իրանց թված որ բժշկել են։ Իսկ ես կայնած ասում եմ սխալա, just the same thing։ Guess what? Այդ կնիկ արդեն հոգնել էր, ասեց ինձ դրեք վիլչերով չեմ կարող քայլեմ։ Հենց այս կինը այս արտահայտությունն արեց, սրանց դուխը լրիվ ընկավ։ Իրանց հավատ, վայ մանուշս հլանա ինչ լավն է։ Սաղ դուխը ընկավ ու կոտրվին։ They all went like boom. Their faith gone like a balloon. Հիմա եկել են նայում են ինձ։ Սատանան մարդ էր ուղարկե
Եվ այդ կինը, որ Աստծո մարդ էր, մարդիկ իրանից հուշ տեղան։ Բա մենք գիտենք այնի ավելի զորավոր է, քան էսի։ Meaning me. But I'm smart. I know his devices. There's the right way, ճիշտ ձևով պետք է այդ հարցը լուծես։ Ով այնց հասկանում, ասի ամեն։ So մարդիկ նեղության մեջ, որ ընկնում են, Սատանան սպասում որ քեզ գցի։ Գնում ես, խառնում ես սախին, լավ ես անում, it's all stupid. You don't know his devices. Ինքը տենց որ քեզ ջարդի։ Դու պետք է իմանաս ոնց անես։ Ով այնց հասկանում։ So եկեք մի քանի համար տամ ձեզ որ պատկերացնեք։ So երբ որ այս տարի Սատանան ին վրա հարձակվել է մոտարապես 28 անգամ։ Բայց 28-ն էլ տարվել է։ Գիտես ինչի համար? Because I know his devices. Երբ որ ինքը գալիս ասում լսի։ Come on man, you know I know you. You know you're not going to trick me. I know him. I know his devices. Բայց դեռ շատերը they cry. That's what I mean. Cry. Crying, լացելը, it's not an option. Կարակ լացեք, մի քիչ ձեր ջուրը դատարկվի, էլի կարակ լիքը ջուր խմեք. Dehydration is the wrong thing to have. Especially summer, փորձեք քիչ լացեք, որտեվ ջուր վեք ալեք ձերդ։ Dehydration-ը լավ բան չի։ Ասեք ամեն։ Բոշկի քար առաջացնում ու լիքը հիվանդություններ։ I will not recommend you to cry. Crying, it's not an option. Եկեք իրար ասենք, լացելը option չի։ Yeah. Սատանան եկել է, վատ նորություն ա ուղարկել ինչ-որ մի հատ եղբոր քրոջ կողմից, դոկտորներին համոզել ա, որ վատ report ուղարկեն, դու էլ լավ քրիստոնյա մտնում ես պատերազմի, Սատանան վեկալել այդ մարդուն իրան, ինքը միջև վերջ պետք է գնա, ինքը միջև վերջ պետք է ջարդի, արդեն այդ մարդը իրանն է, մորթելու է, դու այդ ում վրա ես հույս դրե, եթե Աստված թողում է, դու ինչ կարաս անես։ Now let me give you a solution. What's the solution? Ընտանիքինը մյուս կիրակի Christmas է։ Let's do next year. Ընտանիքի հետ ոնց հարցը լուծենք, երբ որ ընտանիքիդ անդամն է դրա մեջ։ Ոնց այդ հարցը լուծենք։ Երբ որ business-ը, չգիտեմ, մնացած բացի ընտանիքի անդամներից այն մնացածները։ So ես անջատում եմ իրարից, որ երկու կարևոր պատերազմ ունենանք։ So Սատանան ոնց ենք հիմա այս քասնետ եք հասկանում ինչ եմ ձեզ սովորացնում։ Դե վերքան դու պետք է հարցը լուծես։ Աստված չի անելու։ Չի անելու։ Պողոսը լացեցել, մխկտացել, ասեց ինձ օգնի, ասեց իմ շնորհքը քեզ հերիք եմ, ուզում ասի այնքան բան եմ քեզ սովորացել։ Ատենում ես Սատանան դեղ։ Խիչ ես, գիտեք Սատանայի օծի ամենավատ մասը որն է։ Իրա պոչը տեսար հետևից գնա գլուխ կդրի։ So հիմա այս տարի ես ունեցել եմ 28 հարցակում։ Եթե ճիշտն ասեմ, ես հիմա էլ նեղության մեջ եմ։ Բայց I found a solution. So, երբ որ Սատանան գալիս է ձեր վրա, let me give you some teaching, okay? Երբ որ Սատանան գալու է ձեր վրա, ու գալու է, միշտ գալու է, please հասկացեք, աղոթող եղնես, թե աղոթող չեղնես, հոգևոր եղնես, թե հոգևոր չեղնես։ Ինքը գիտի, որ ձեր մարմիններն ու շունչը մեղ գործող էակ են։ Նորից եմ ուզում ասեմ, ձեր շունչը ու ձեր մարմինը մեղ գործող մեքենա է։ Այնքան է ինքը պետք է կարողանա հասնի դրան։ 99% հասնում է։ Այնպես չի որ ձեր շունչն ու մարմինը ինքը կարա Սատանան ձեր շունչի ու մարմնի վրա աշխատի։ Քանի որ դա կա, ինքը միշտ ձեր կողքն է լինելու։ Չմոռանաք դա։ Դու պետքա Հակոբոսի մեջ գրած ասում resist the devil and he flee from you. Resist how? Ուզում լսեք։ Ասենք թե նեղություն է եկել։
Well, let's read this first because կուզեմ տեսնեք, որովհետև էսի իմ համար շատ կարևոր է։ James 4:7. Well, let's read this one. James 4:7. James 4:7. Yeah. Submit yourselves therefore to God. Resist the devil and he will flee from you. Submit yourself. How do you say submit? Հանձնվել։ Լավ, թող տենց էլի։ Հանձնվել Աստծուն եւ resist արա, արհամարյա գրած հայերեն մոջ եւ սատանան ձեզանց կփախնի։ Բայց մի հատ էլ համար կա, որ կուզեմ նայեք։ James 4:7. Which one do you? Oh, let's go to Ephesians 4:27. Ասма տեղ մեկ տա նրան։ Տեղ մեկ տա նրան։ Եկեք իրար հետ ասենք։ Մենք տեղ չենք տալու սատանային։ Բայց քեզ ասում, սիրելի Աստծո զավակ, տեղ մի տուր նրան։ Որտեվ նա որ եկավ օգտվելու է։ Նա որ օգտվեց, դու պետք է իմանաս ինչի է եկել, ինչ է ուզում քեզ անի։ You should know his devices. Տեղ մեկ տա։ Let's read that. Neither, go ahead. Neither give place to the devil. Neither, don't give place. Տեղ մի տուր։ Հապա նեղությունը եկե ինչ անեմ։ Դրա հարցը կլուծենք։ Բայց երբ որ տեղ տաս նեղության ժամանակ, ինքը քեզ ջարդելու է։ Let me say it again. Նեղությունը եկել է տեղ տվիր այդ ժամանակ, ինքը քեզ ջարդելու է։ Ինքը հենց դրա համար էլ եկել է։ Ինքը ուզում է որ դու նեղության մեջ իրան ընդունես։ Նեղության մեջ իրան ասես հիմա բա ինչ անեմ։ Ինքը քեզ կկործանի։ Neither give place to the devil. Oh, we have a lot of time. So, հիմա ձեզ բան եմ սովորացնում։ Ուզում եմ որպեսզի էսի սովորեք, okay? Ես ցենց եմ սատանայի հարցը լուծում։ Միատ սես մի բան ասեմ, էլի անկապ։ Հետո երկու շաբաթից կսովորացնեմ։ I have to say it, I mean, forgive me, but I need to say it. You guys good? Yeah. Ամեն շունչ ունեցող գրածա թող Աստծուն փառք տա։ No, ամեն շունչ ունեցող թող Աստծուն փառք տա։ Եկեք ասենք փառք Տիրոջը։ Ամեն շունչ ունեցող թող Աստծուն փառք տա։ Ամեն շունչ ունեցող թող Աստծուն փառք տա։ Ամեն շունչ ունեցող թող Աստծուն փառք տա։ Come on people, open your mouth. Ամեն շունչ ունեցող. You have to say փառք Աստծուն. Իրար հետ, փառք Աստծուն. Փառք Աստծուն. I'm going to make you guys say it. Come on people. Փառք Աստծուն. Ah, good. Wow. Այն երեխեք ավելի շուտ ասին, քան դուք։ Առաջինը, որ առաջինը չհետո կասենք։ Դուք պետք է իմանաք աղոթքը ինչ ձևի է։ Ճիշտ աղոթք անել պետք է սովորեք։ Դա հետո կսովորացնեմ։ Երբ որ քրիստոնյան աղոթք անելու ձև չգիտի, սատանան կօգտվի դրանից էլ։ Կմտնի քո աղոթքի տեղը, քո պատասխանները կտա, քեզ կհանի դուրս աղոթքիդ մեջից ու դու նորից կմնաս մեջը։ Ուզում նորից ասեմ, Սատանան կմտնի քո աղոթքի տեղը, քո պատասխանները կտա։ Քեզ կթվա թե ինքն է պատասխան, Աստված է պատասխան, no։ Ճիշտ աղոթք անելու ձև պետք է իմանաք։ Հիմա սկսենք solution տալը Սատանայի հարցը ոնց լուծենք։ Ինքը միշտ գալու է ու ինքը միշտ սուրպրայզներ է ձեզ անելու։ Դու պետք է իմանաս իր ինչի համար է եկել, որտեղ է տա խփում։ Որտեղ է տա խփում։ Ընդհանրապես Աստծո ժողովուրդ, Սատանան միշտ հարձակվում է մարդու ուժեղ տեղը։ Թույլ տեղին ձեռ չի տալիս, որովհետև թույլ տեղը դու alert ես։ Երբ որ լավ ուժեղանում ես, դա խփում ինքը։ Usually he attacks when you're strong. This is where he attacks. The devil always attack where you're strong. He never attack you when you're weak because you're alert. You're still alert. So եթե դա է case-ը, այդ մարդու միակ հույսը իր այդ ուժն է։
Ինքը տարիներ հավաքել է, աղոտ կանողա, ծոմ պահողա, եկեղեցի եկողա, տվողա, ես չգիտեմ ինչ հողա, հողա ու հա։ Ինքն ասում է good, այս էտի կջարդեմ։ Որտեվ տրեյնինգը, որ անցա կացրե ինքը, սխալ ձևով արե։ Մի հատ բան եմ ուզում ձեզ ասել, որ հասկանաք։ Երբ որ զինվոր ես գնում գրվում, դու դառնում ես ինչ-որ մի երկրի ներկայացուցիչ։ Իրանք, որ քեզ ինչ-որ սովորացնում են, պատերազմի մեջ նույնը չի։ Պատերազմի մեջ, հիմա դու կասես դու որտեղ գիտես, այնքան վիդեոներ եմ նայել, որ believe me ճիշտ եմ ասում։ I watch every single military historical and documentary and all that. I love it. Այդ եմ սիրում։ Որ Աստված իշխի թողում կինոն եմ դրանք եմ նայում։ Մի բան գտել եմ իմ մար։ Զինվորը գնաց պատերազմի, էլ երկրի համար չի կռվում, իր զինվորի համար է կռվում, իր անգերոջ համար է կռվում, իր աղբոր համար է կռվում։ Իրանք իրար համար են ապրում։ Դրա համար որ հետ են գալիս, էլ չկան իրանք, որտեվ այդ աղբորը այդ անգերոջը կորցրել է։ That's why they fight. They trying to protect each other. El երկիր գոյություն չունի։ It seems որ երկրի համար են կռվում, բայց նա իրանք այդ աղբոր համար են կռվում։ Այդ 20-30 հոգու այդ բթալիոնը որ գնում է, թե ինչքան են, արդեն այնքան են, որ սկսում են կրակելը, մեկը վիրավորվում է, հասնում են, օգնում են, սրտները կպնում է իրանց։ Ու այդ մարդկանց ամեն ինչ անում են։ Ես մի հատ հայ տղու հետ հանդիպեցի, ասեց, տես ասենց երեսը, սա ճախտոտված ասենց աշկացած, ասեց ինչ եղա, ասեց աղբեր, ասեց մեր երեխեքին բանում Ղարաբաղում բոմբը գցեցին, ասում է մի երկու հոգու ծածկի, ասում է այս կոմեգոս աղ ոտը երեխեքին փրկել է, բայց ինքը չկա։ Շե ինքը երկրի համար չէր կռվում, ինքը այդ տղեկի համար էր կռվում, որ չմեռնեն, որ մեղք են, ասում չգիտեն ինչ անեն։ So that's exactly what's happening in a prayer. Դու պետք է հասկանաս ոնց ես աղոտ կանում, ինչ ես աղոտ կանում։ Առաջին էդիա։ Լավ, հիմա գնանք, ես հետո ձեզ դա կսովորացնեմ Աստծո ժողովուրդ։ Երբ որ սատանան գալիս է ձեր վրա։ Okay, so եկեք սենց անենք, որպեսզի շատերը այդ confused չեղնենք։ Եկեք առանձնացնենք։ Հիմա մենք ընտանիքին հանում ենք դուրս, okay? Երեխեքին, ամուսնուդ, չհանենք ամուսնուն, թողանք։ Կանք թողում ենք ամուսիններին։ Մի քանի հոգի թողում ենք։ Look at his faces. Oh, let it die, let it die. Remember that cartoon? That's a lesson. Lorax, որ ասում է let it die, let it die. So, hey, when you guys have babies, better watch. Now make multi-kներ սկսեք նայել, Puya, Cars. Որ խոսալուց զգաք ինչ ենք խոսում, կոդավորումը ճիշտ էլի։ Այդ թզբեղը գցեք մուլտիկներ նայեք, կարամ սաղ բաները ղրգեմ։ Մենք լիքը ունենք, cartoons, they're the best. You know what I like about that Pooh? So they are in a hole, and they had this bird. So they're trying to get out. And then Pooh says, let me go out, bring the ladder, and then we can go out together. If you can't get out, why don't you get out? They're sitting in a hole. Let me get out, go get the ladder. Man, this is cute cartoons. Okay. So let me just remove եկեք ընտանիքը հանենք, որովհետև այս մի քիչ ընտանիքը շատ sensitive area է։ Ես դա հետո ձեզ առանձին կսովորացնեմ։ So let's just focus on problems. Բացի ընտանիքից, երբ որ ասում ընտանիք, ի նկատի ունեմ հիվանդություն, նեղություն, այդ տեսակ բաներ, գործ կորցնել բան չէ, relationship կորցնել չէ, երբ որ ասում, այսինքն չմեռնի այդ մարդը, այդ ի նկատի ունեի, ավելի չմեռնելու վրա եմ կենտրոնացել, այնքանը չմեռնի, you guys getting it, բայց մնացածը էս մի կողմն է, այն որ Մադագասկար մեջ լայնակշում ասում, this is New York, this is this, սենց տնում ենք էս կողմը, so the rest, այս կողմը, so սատանան գալիս է ձեր վրա, like I said, դևեր կան, որ Աստծո խոսքի մեջ սովորացնում է, որ մենք պետք է հարցը լուծենք, պետք է հասկանանք ինքն ինչի է գալիս, ասենք թե եկել է, առաջինը, ես ձեզ ասեցի, որ պետք է աղոտ կանել իմանաք, այս ուղղակի ձեզ տալիս եմ հետոյի համար,
Պրոբլեմը եկել է։ Հիմա դու պրոբլեմ նայում ես, առաջինը պետքա detect անես։ Տեսնես այդ պրոբլեմը որ եկել, ուշադիր եք ասոր, this is very important now. This is one of the most important one. Երբ որ պրոբլեմն եկել է, պետքա տենաս սարքվողա թե սարքվող չի։ Let me kind of explain that. Աստված մեջնա թե մեջ չի։ So, in other words, դու մի հատ բան ես սարքե, ու սատանան եկել է քանդումա։ Քանդումա։ It's destroying. Դու մի հատ բան ես սարքե, ինքը քանդումա։ Քանդումա։ Շատերը որ տեն մենք քանդումը գազը, վայ, տունես քանդվեց, wrong. Դու պետք է նայես, տենաս ինչ ոնց է քանդում։ Ուղղակի դու պետք է հասկանաս։ Սատանան քանդում, հա։ Պետք է նայես Աստծո կամքն է դի հետ սարքենք թե չէ։ Թող քանդի։ Please listen now. Քանդում է ինքը, մտելա քանդում է։ Դու Աստծո զավակ ես, Հիսուսը քո Տերն է, Հիսուսը քո Աստվածն է, եթե քո սարքած բիզնեսը քանդում է սատանան, քանդում է։ Դու պետք է նայես տենաս Աստված մեջնա թե չէ։ Եթե Աստված մեջը չի, թող գնա։ Leave it alone. Բայց տարիների աշխատանքը leave it alone. Այն տունը որ Աստված չի սարքում զուրեն, նրա սարքում։ Եթե Աստված էլ մեջը չի, դու փանիկի զուր ես անում, գնա։ Բայց ինչ անեմ ես, գնա ուրիշն արա։ Այդ experience-ը չի ցնդվում, մեջը դա։ Մի հատ եղբայր կար, ինքը շենքերում գործ էր անում։ Այստեղ են մի հատ կոնտրակտ էր կապել $6 միլիոն։ Կարճ կապեմ, կինը որոշեց մարդու սուանի այդ 6 միլիոնը վերցնի։ Ապուշ կնիկ։ Լայք մարդը դա 6 միլիոնն էլ քոնն է։ Սու ես անում, որ ինչ անես։ Լավ, վերջը սա մի հատ ուրիշ տղու հետ միացավ Էսյանենյան, եկան այս տղուն սու արեցին, ջաջը կանչեց այս տղուն, ասեց, ստեղ գրած է, որ դուք $6 միլիոն փող ունեք։ Ասեց 6 միլիոն չունեմ, ստեղ է։ Պետք է դա աշխատացնեմ։ Հələ գործը չեմ կապ։ Ինքը $6 միլիոն ուղեղ է, որ կարար ինքն էլ ասում էր Արմենջա, որ սարքեմ պրսնեմ մի հատ սամալյոտ եմ առնել, ասեց իրար հետ կթռնենք, ասի no, thank you very much։ Որտեվ ինքը այնքան մեծ էր, որ մենակ ինքը այդ քաշով այդ սամալյոտի մար հերիք էր։ Գիտեք, չէ՞, սամալյոտը քաշով է։ Yeah, քաշով է։ Եթե քաշը շատ եղավ, you know, flying it's all a weight. Եթե ուրա ալեն ստեչ որ confirm-անի։ Եթե սամալյոտի մեջ երկու դե ասենք ինչքան capacity ունի, դրա համար շատ ժամանակ բենզին են թողում։ Տեսլեք, այս բենզին է թողում են, որ կարողանան իջնել, թե չէ crash կեղնի։ Տենց է, լստուն թռնեց օքեյ, բայց իջները դատարկում են, որ կարողանան իջնել։ Մենք մի հոգու հետ թռանք, աղոտ կանելուց այս տղեն սենց այս դեր ջան կամ տար մեզ երկինք կամ մեզ իջասա երկի վրա։ Ասես ինչ ես աղոթում։ Ասես երկու տարբերակն էլ աղոթում են, որ է լավ է։ Ասյավ է լավ էր, որ շիման չասեիր տանաշեն, ոսենք, եթե մեռանք դրակ, եթե չէ ինչ։ Now those guys were crazy prayer anyway. What kind of prayer is that? But honestly, լավ քշեց, այդ լավ բան արեց, վարեց այդ տղեն։ Մի մոմենտ մատորները անջատեց, ես արդեն սկսեցի աղոտ կանելը։ Հիշեցի բոլոր մեղքերս։ Այն ինչ մտա, օթի մե, ասում ես մատորը ինչ եղավ։ Ասում եմ փչացավ։ Արասում եմ բավ։ Էլ ինձ գույնը սկսել դարել եմ սարոշկիտ մայքիտ գույնը, ասի տեր ջան, եթե լուրջ մեղք եմ գործել կաներես, ես չեմ հիշում ինչ եմ գործել։ Մենակ դու ինձ հիշացրա, հենց տեք ապաշխարեմ, վերստին կծնվեմ։ Clean that, վախեցել էի, լուրջ վախեցել էի։ Որ ասեմ վախեցել էի։ Մարդը չես բա պետք է չի, այն չես խոսում, ինչ պետք, տեղ չկա գնալու, like լուրջ իրանք ընդ դեմը նստած դու էլ փակ։ Like ոչ մի տեղ չունես գնա։ Չես է կարա թռնես պատուանից, տեղ չկա գնալու։ Man, that was bad. Ծով այլի կոնե կլողանա, զգներին կասես մի քիչ զգուշել են ուտելուց բանման։ It's scary when you're up there and then you have no option but to die. Well, anyway, so first, Satanan kanduma. Please pay attention. This is very important. Kanduma inka. To petka haskana. So what we're looking for, icheng mangali, his devices. Inka incha uzumani. Satanai gorze incha. What is he trying to do?
Սա պետք է հասկանաս։ Ինքը չի է եկե քո կյանքի մեջ։ Ինչի է էդի դրա վրա նստե, ինչի է էդի քանդում։ Եթե գտնես առաջինը, որ Աստված հլա այդ հարցով չի վերջացրել, իմացի ուղակի մտքիդ մեջ, որ ինքը հետա քաշվելու eventually։ Չի կարա մինչև վերջ կործանի։ Որտեվ եթե Աստված հլա մեջն է, ինքը չի կարա քանդի, պետք է հետ գնա ու արագ-արագ կսարքվի։ So դու պետք է այդ իմանաս, Աստծա թե Աստված մեջն է այդ գործի թե չէ։ Եթե չէ, պետք է դուրս գաս։ In other words, պետք է իմանաս Աստծո կամքը այդ հարցի մեջ կա թե չէ։ Դպրոցա, բիզնեսա, ես չգիտեմ, 1000 ու մի բան է, պետք է հասկանաս դա, շատ կարևոր է։ Instead of panic անելու տեղը, դու ուզում ես հասկանաս սատանան որ քանդում է։ Կարա իմ աղոթքս օգնի։ Որտեվ եթե դու այդ քանդելու վրա պայքարես ու չեղնի, արդեն դու ինքդ քո վրա կկոտրվես։ Կասես իմ աղոթներս ոչ էլ օգնում է։ You know what I'm saying, right? Դու քո վրա կկոտրվես։ Արդեն կգնես Աստծո մարդկանց հետևից, որ շատերն են։ Այս man of God-ը նրա գալի and man of God-ը։ Դրա համար սաղ գալիս են, can you pray for me? Why are they doing that? Because իրանց վրա էլ հույս չունեն։ Սատանան իրանց դե ջարդել է։ Right people? Like Henry says, Շատ կարևոր է այսի։ Երբ որ սատանան գալիս է իմ կյանքի մեջ, ես գնում եմ Աստծո մոտ։ Ցավալի է, լավ չի։ Չմտածեք, որ իմ համար հեշտ է, բայց ես արագ գտնում եմ ինքը ինչի է եկե։ Երբ որ սատանան հարձակվեց իմ երեխուս վրա, եթե իմ կինս իհարկե թույլ կտա, իմ ընտանիքը Արտուրը չկար, Արտուրը մեռած վիճակ էր, ինքը լրիվ ֆրիզեր եղել։ Երեխա արդեն 3 ամիս է մնացել որ դպրոցը վերջացնի, 3 տարի է գնում է։ Ու մեկ էլ իրան դպրոցից հանել են։ Ամեն դու քո վրա մի հատ մտածի, 3 տարի գնաց դպրոց ու քեզ հանեն, անիմաստ տեղը։ Ու սենց է եղել։ Դասատուն գնացել է, գրեյդը վեկալել է, փակած դպրոցի գրեյդը վեկալել է, դուք սեմեստրով եք չէ գնում։ Պատմես հիմա քո դասատուտ գնա մի տարվի առաջվա քեյսը բացի, ասի ֆել, ոնց կլի տես, փակվել գնացել է այ մարդ։ Այդտենց էլի 1000 դոկտոր պետք է լայսենսները հետ տան, որտեվ 10 տարի առաջ ֆել են արել։ That's stupid, right? So մենք փորձեցինք Ռիտան ասեց, բայց ես քան մարդ աղոտ կարե, բայց ես կասի we're not talking. Let's see if God's in it. Տեսնենք Աստծո կամքն է իմ երեխես գնա դպրոց թե չէ։ Եթե չէ անիմաստ ենք մենք գլուխներս չարթում։ Դավիթն է նույն բանն արեց։ Դավիթը տեսա, որ իր երեխը մեռնում է, գնաց Սիրուն, մտավ իր այդ աղոթքի տեղը, հողը լցրեց վրան ու պարկեց 7 օր։ Ոչ չի արել։ Like literally 7 օր նստել է։ Երբ որ Հելան ասեց, այդ մարդիկ ասեցին, բայց դու գիտեր որ քո երեխան մեռնել, ասեց, հա դե փորձում եմ կլի։ Տենց է գրած է, գնացեք կարդացեք։ You can try. Բայց եթե Աստված մեջը չի եղնել, տես երեխու մարեր աղոթքան, մեռավ երեխան։ 7 օր ծոմ պայեց, այն վաղվա ծոմերը գիտես ինչ վատ էր, այդ սենց կծող մատերիալ կա մի հատ, այն գիրովական կարտոլի մեշոկներ կար, կծող, այդ մաշկիդ վրա որ հագնում ես, գիտես ինչ անում, սպանում է։ Վրնելը հող էին լսնում, բան, կրակի ածու հատու։ Ու սես գետնի վրա այս է սպարկում, այն ու շնչում էին այդենց, ձեր պահած ծոմը, սրանց պահած ծոմը, չգիտեմ, դուք նստում եք դիվանների վրա, Սիրուն, մարդկար մուլտիկ էր նայում, քարթուն էր, ասեմ չես կարա նայես, ասում չի ժամանակ ես բա ոնց հասկացնեմ, այդտեղ ասում անջատի։ Air condition ես միացնում, որ հովա, ցուրտա հիթր ես միացնում, մտնում ես պարկում ես, դու տեսել ես թե ծոմ պահողները։ Ստեղ այվի են միացնում իրանց, որ մի քանի հատ բրինձ գնա մեջը։ Ինչ ասես չեն անում։ 5 օր ծոմ պետք է պահենք, մի հատ դավ աղբերն ենք, ասում ապե, դե ձուն եք, ասում արի քացով տամ, բերանտ բաց ընգի, որ ջուրը լսվի, բերանտ ասես մի ամիտ խմեցի։ Ասում լավ ապե, չեմ ուզում։
Արդեն 4-րդ օրն է ջուր չեմ խմել, ծառով մեռնում եմ, ասեցամ արի դու քայլի, ես քեզ քացով տամ, բայց մենակ բաց կպայես, որ ձունը մտնի մեջ կուտաս ասես մի ամիտ եղավ։ Ինչ ասես չեն գանում։ Մեր ծոմը, սրա ծոմը, սա հողի վրա պարկել են։ Կասնետ կուզեք այդ ձևի ծոմ պայեք, իհարկե ոչ մեկը, ես էլ չեմ ուզում։ Լավ է, շնորհակալություն։ Ամիկվա ծոմը լավ է։ So, Աստծո ժողովուրդ։ Դևեր կան, որ դուք պետք է հարցը լուծեք, ու պետք է իրանց մասին սովորեք ու հասկանաք իրանք ինչ ձև են աշխատում։ Պետք է դուք սովորեք։ Դևեր կան Աստված անում, դրա մասին հետո կխոսանք։ Դևեր կան, որ հենց դու պետք է անես, ուղղակի դու։ Եթե զգուշ չեղար, դրա համար դուք պետք է հոգևոր աճեք, որպեսզի kind of sense հասկանաք ինչ է shift եղնում, պետք է ձեր հոգու մեջ զգաք։ Եթե դիմանաք հեշտ է, բայց շատերը busy եք, զբաղված եք, չեք աղոթում, նորմալ է հոգևոր աճը չկա, դրա համար ձեր մոտ մի քիչ sense բան վիճակ է, sense մտածում ես, ասես, բայց հարցը հիմա ո՞նց ենք լուծելու։ So, եկեք հիմա գնանք մասնագիտական։ Երբ որ դև եկավ ձեր կյանքի մեջ ու սկսեց քանդելը, քանդում է, այնքան քրիստոնյաներ կան այսօր լիքը բաներից զրկվել են, գնացել է, չկա էլ։ So դու պետք է ինչ անես, դու պետք է տենաս Աստված ուզում է էդի նորից սարքվի, թե չէ։ Դու կարաս ինձ հիմա Աստծուց մի համար տաս, ես ինքս ինձ հարց եմ տալի ձեր կողմից։ Աստված վերցրեց Իսրայել ազգին հանեց Եգիպտոսից, սարքեց ազգ, վերջը Հուդայի թագավորության ասեց գնա ու բաբելոնացիներին հանձնվի, եւ այնտեղ ես ձեզ կօրհնեմ։ Նայում ասես, բայց ինչի այնտեղ, երբ որ մենք հող ունենք, զորք ունենք, թագավոր ունենք, երկիր ունենք, ինչի ես մեզ երկրից հանում, տանում բաբելոնացիների երկիրը ու ասում ես ես ձեզ այնտեղ կորտեմ, գնացեք։ Ահա, սա ինչա պետք է անել, պետք է էդի իմանաս։ Դա մի հատ բան է, որ այս րոպեն չեմ կարող ասել, որովհետև թեմաս կշեղվի ասո ժողովուրդ։ Սա հիմա ուզում լսեք, երկրորդը, առաջինը աղոթքան էլ պետք է իմանաք, դա կսովորացնեմ ձեզ։ Երկրորդը պետք է իմանաս Աստված մեջնա թե չէ։ Սա երբ որ ես գնացի Արտուրի մար աղոթք անելու, ես simply գնացի ու Աստծուն մի բան ասեցի։ Ասեցի քո եկեղեցիդ։ Ասի թող ժողովուրդը չիմանան, որ ես թույլ հովիվ եմ։ Քո եկեղեցու պատճառով ռեստոր արա։ Որ ժողովուրդը չասեն, սկի չի կարող իր երեխուն օգնի։ Իսկ Աստվածաշնչում օրենք կա։ Աստվածաշնչու օրենքում գրած է, որ երբ որ մեկը ծառայողը պետք է իր ընտանիքը օրինակելի եղնի։ Այդ օրինակելին մենակ բարարականը չի, զորավոր էլ պետք է եղնես։ Պետք է երեխեքդ կորուս չունենան, պետք է կինդ կորուս չունենա, պետք է փտած դեմքով չգան նայեն, ասեն մենք ստեղ ջարդվում ենք, էսի կան էլա Հիսուսա քարոզուն, երբ որ մեր ընտանիքը chaos։ Պետք է դա չլինի, պետք է ընտանիքն էլ հետը զորավոր եղնի։ Am I right? Yeah, մենակ այն չէ բարյական, կինս ընդենս իրան դրի սրբի տեղ, իմ երեխեքն է fake կանստենստեն ու գնան, դուս ինչ ասես չանեն։ They have to be also powerful. They have to have a word. Speak in power. How many understand what I'm saying? So ես գիտեի համարը որ կա։ So ես գնացել էի իմ constitution-ով, ասացի այս օրենքը կա, and եթե դու մտածում ես, որ ինքը պետք է գնա հետ դպրոց, ուրեմն այս հարցը լուծի։ Ինքը եկավ, նայեց երեսից ու ասեց, «Էս ինչա դեմքդ ես կաղկցած»։ Ու գնաց։ Գնացի տուն 6 ժամ հետո, ռիթն ասեց, Հիսուսին հանդիպեցիր, ասեցի, այո։ Ինչ ասեց, ասեց, ինչա դեմքդ կաղկցած։ Ասեց, այդ ինչա նշանակում։ Ասեցի, մի կդզի հարցը։ Արդեն գիտեմ։ Հիսուս երբեք չի գա քեզ ասի, հենց հիմա կգնամ հարցը կլուծեմ։ Ես ով եմ, որ ինքը ինձ այտենց ասի։ Come on, but let's be honest, he's God Almighty։ Բայց ջղայնացա, որ ինչա դեմքս տես կաղկցած։ So երբ որ դու կտես լացում եք, իրա դուրը չի գալիս։ That's a sign of weakness։ Կարաս լացես իրա ներկայության մեջ, that's not normal։ Բայց երբ որ խնդրի համար լացում ես, it's a sign of weakness։ Այն օրինակ քո երեխեդ որ մի քիչ մեծանա, հենց քեզ տենաս լացելով գալու է ձեռը տնկնի, դա նորմալ է։ Բայց լավ չի որ մատը մի փուճուր ցավացել է, մատի մար լացում են։ Ես իմ երեխեքին ասում եմ գնացեք դանակը բերեք։
Մի հատ եղբայր կա, ասում է եղբայր բութը սամա։ Ասում եմ դանակ կա։ Մի հատ կբերես։ Թե բան չի համար, ասի որ մատդ կդրեմ էլ չցավաս։ Ո՞վ է բութի համար աղոտ կան, այդա։ Լավա չասի եղունգս դուսա գալի, մի քիչ դուրս չի գալի, կաս աղոթես հետ բրթի։ Գնա կդրի։ Ո՞վ է բութի համար աղոտ կան։ Come on, let's be honest. Մի բան արա, մասաժ արա, դիր ոտի տակ, դիր ավտոյի տակ, մի բան արա, 1000 գործի կա։ Ինչ է։ Մարդ կասում է ստեղս ցամ, մասաժ արա։ Դրա համար մասաժ կա, քայրոպրակտոր կա։ Հա, եթե ներսը տա ուրիշ բան, եկեք աղոտ կանենք։ Օրգաններից մեկը փչացել է, օրինակ ուղեղդ։ Կարանք աղոտ կանենք։ But not butha sama buti. Oh, buti maragot. So see these people, they're crying like no reason. Oh, let me just finish saying. Armen Zelenskin $1 միլիարդ փող է ստացել, ես բան չի ասնում, թոշակ, մոշակ։ Armen Ուկրաինայից է, ասում տուն նստած եմ համար կոֆե խմում, եկին տանգի լուլ են գալիս է վրես։ Ասում ասեցի կարամ մի բաժակ արագ խմեմ ու դուրս գամ։ Այդտեղից նվագել է սովորել։ Յա, Արմենը խոստացել է, որ փախնի Ուկրաինայից պետք է Աստծուն ծառայի։ Առաջ օր Ամերիկա եկել է մեր եկեղեցին։ Աստծո գործը նայեք, հա։ Չես կարա փախնես Աստծուց։ Okay, Աստծո ժողովուրդ, ուզում եմ ուղղակի փակեմ այսօրվա իմ միտքս։ Երբ որ սատանան գալիս է ձեր վրա, Աստված ձեզ չի օգնել, ուղղակի դու պետք է simply հասկանաս ինչի է եկել եւ որտեղ է ուզում հարվածի։ Իմ ամենա-humble opinion-ն է, որ երբ որ սատանան գալիս է ձեր տուն, լացելու կռվելու տեղը գնա Աստծո մոտ ու սպասի իրան, որ տենաս Աստված քեզ ոնց է գայդանում։ Եվ ամենակարևորը պետք է հասկանաս այդ ինչ որ հիմա քանդվում է քո աշկիդ առաջ։ Աստված մեջնա թե չէ։ Եթե Աստված մեջը չի, իզուր պատերազմի դու։ Սկսի Աստուն ասելա, let's say business ունես քանդվում է։ It's not working, շենքը ձեռքդ վեկալում են։ Իմ հարևանս 30 տարի էր downtown-ում ռեստորան ուներ, մի օր եկավ մի հատ շատ մեծահարուստ մարդ ու ասեց, «Էս սախ տարածքը առնում եմ»։ Իսկական բան եմ ասում, իմ հարևանը, որտեղ ես Գլենդել ապրում էի։ Ասում է 300 միլիոնով առավետ սախ կվարդալը, սախ։ Ասում է, ինչ համոզեցի, որ վեկալեմ, չտվեց։ 30 տարվա բիզնեսը։ Գիտեք ինքը ինչ արեց։ Գնաց ուրիշ տեղ վեկալավ։ Սա տաղանդը մեջը տա, պլանը ծրագիրը մեջը տա։ Ուրեմն գնա ուրիշ տեղ, բայց կարող ասու կամք չի, փորձի։ Usually Աստված ուզում է, որ դու աղոտ կանես ամեն ինչի համար։ Բա որ չպատասխանի, ուրեմն մի արա։ 300,000 փողն եմ խոչեմ դնելու բանկը չորանա։ Այ մարդ, դուր ինձ։ Մեկը կորցնելու ես։ Մի 2 տարի դու պետք է կորցնես, դուր ինձ, ես միշտ կհիշեմ քեզ։ Մի հատ եղբայր ունենք, մի հատ տեղա գնացել նոր զանգ ասի, գալիս ես թե ժամացույց գնամ վեկալեմ։ Թե բա ժամացույց ինչ ես ասի, որ հիշեմ քեզ։ Բա ինչ ասեմ, մեկը, որ հետ չես գալու գոնե գնամ վեկալեմ, կհիշեմ, կասեմ, ես եղբոր ժամացույցն էր։ Մի բան կհիշենք, թե չկկորես կեթաս, ամոթա։ So, էսի շատ կարևոր է Աստծո ժողովուրդ։ Մյուս անգամ, մյուս տարի, հավատացեք մյուս տարի սատանա լիքը ծրագիրներ ունի։ Դրա համար Աստված ասում է դուք լույսի խավարի որդիներ չեք, լույսի որդիներ եք, ամառ նետես ինչի է եկե։ Ինչ ասում, 28 դեպք եմ ունեցել այս տարի։ 28 դեպք։ Մեկը մեկից ահավոր։ Գնում էի իմ աղոթքից տեղը, նստում էի, ասում է Տեր ջան, այս սրա մեջ կաս դու ասում ես չի, ասում է, օքեյ, հելնում էի։ Թող կանդել պետքից։ Անցանք առաջ։ Իմաստ չունի։ Ում գնամ դիմեմ բա։
Եթե Աստված չի օգնել, էլ ում գնամ դիմեմ։ Մարդ չկա էլ։ Ընդհանրապես մասնագետները ասում են գողն է, որ ուզում է գողություն անի, ասում է Աստծուց շնորհակալություն անում, աղոթում ասում նորա գնում, Տեր ջան, գնացինք։ Բա ինչ անի։ Այն մարդն էլ է հաջողություն ուզում։ Գողա։ Եվ գողերը ավելի շատ հավատք ունեն, քան թե հավատացյալները։ Իրանք հավատում են, որ մտան գողանալու են դուրս գան։ Ասեք ամեն։ Յա գողերը լուրջ հավատք ունեն։ Համարդ աղոթում Տեր ջան, որ մտնեմ կարող է դայմանդա բանա վեկալեմ դուրս գամ։ Մա ձեր փողերը որտեղ է, ասեք ես մի հատ փորձեմ։ Մենակ դուրը բաց թողեք, որտեղ մեջքս համա չեմ կարող պատանով իշտեմ։ Ասում Փանոս, էդ ինչես, էդ ինչ ես անում, ասում կախում եմ ինձ։ Բան չես ասում պարանը թևերի տակը դրել, ասում վիզը ցավում է։ Գնացել եք ախվելու։ Տեսել ես էդի։ Մարդը դարդից գնացել է կախվել է թևերի տակն է շնուր թոգը։ Ասում այ մարդ էդ ինչ ես անում, ասում կախվել եմ։ Բա չես ասում դե վիզը ցամ է։ Միտեղից պիտի կախելան թե չէ։ Բայց կախել է մարդը։ Փանոսն է էլի, Փանոսին ով գիտի։ Alright, Աստծո ժողովուրդ, point-ը սա դևեր կան, որ ձերն են, իրանք երբեք ձեզ չեն թողալու, միշտ ընդեղ են եղնելու, միշտ գալու են, միշտ հարձակվելու են, միշտ պրոբլեմ։ Հիսուսն ասեց, նրանք, ովքեր որ կուզեն սուրբ կյանք ապրեն, միշտ նեղություններ կունենան։ Միշտ նեղություններ կունենան։ Այդ նեղությունները կգա, so երբ որ ասենք մի բան եղնում է մեկ խառնվի իրար, փորձեք հասկանալ, եթե Աստված մեջն է, կարաս հանգիստ ջարդես այդ դևին։ Բայց եթե Աստված մեջը չի, իմաստ չունի։ Let it go. Yeah, you gotta let it go. Իսկ ինչ մնում անտանիքին, ես մյուս կիրակ ասեմ, please shut Emius. Please as shut sensitive քարոզ եղնելու. You guys not gonna like what I'm teaching, but it's okay. Բան եկայմ կինս չի սիրում, բայց ով է, ստեղ ինքը քույրիկ է, օքեյ է որ չսիրի։ Տուն գնալուց է, մի քիչ ոտներես դողում, բայց գիտես կանանց հետ ոնց պիտի վարվես, պիտի շատ անենց մի բան ասես, որ դիթել չուզեն։ Հələ պատմի տնանք ոնց էլ է։ Այ 5 ժամը խոսում եմ այդ մարդու հետ։ 5 ժամ էլ քեզ պատմեմ։ Հա, լրիվ պատմի։ Չկա տես բան։ Ամեն ինչ դիթել են ուզում իրանք, ամեն ինչ դիթել։ Շոր առնելուց, կոշիկ առնելուց, տեսել ես, գնում ես կոշիկ առնելու, ասենք կոշիկը դե դրած է, չէ՞ ստեյա, բայց կանանց իրանք այնց են որ ստե շորեր են դրել լիքը։ Տղեկի մոտ չկա, մի հատ կոշիկ, մի հատ շարվար, всё։ Կամեսա կամես։ Իրանց մոտ քսվելիքները ստե են դրել։ Այս կոմը դուխիներն են դրել, բայց կոշիկը ընդե է։ Ա մինչև հասնում ենք այնտեղ օրա տևում։ Ես արդեն երկու անգամ այս ողնաշած փոխել եմ, լրիվ քայրոպրակտորներով, բաներով։ Սիրում ես այս շոր, ասեմ, հա, ես չեմ սիրում։ Ես սիրում եմ, հա, ես չեմ սիրում։ Չես սիրում, գնանք կոշիկդ վեկալեն գնանք։ Կանանց հետ առևտուր հերի shopping with the girls, you really need to have a bag, man. I tell you the truth. Like it's bad. All right, այսօր ժողովուրդ։ Կանգնենք ոտքի, ես այսօր վերջացրեցի։ Հիշեք, այն դևերը, որ ձեր վրա են գալի Աստծո ժողովուրդ։ Իրանց հարցը հեշտ է լուծելը։ Ուղղակի պետք է իմանաք ինչի են գալիս։ Բայց մի demonic group կա, որ God forbid, որ իրան գան։ Սրանք կջարդեն ձեզ։ Դրա համար բաներ կա պետք է անմիջական Աստծո հետ գործ անես։ Մի գրուպ դևեր կան, որ կսովորացնեմ ձեզ։ Սրանք չեք ուզի, որ ձեր վրա գան։ Սրանք կջարդեն ձեզ։ Որտեւ Աստծո խոսքի մեջ գրած ասում է, այս 7 ազգերը, որ կան ասում է Մովսես ձեզանից ուժեղ են, ու դուք չեք կարա իրանց հախից գաք։ Այնտեղ requirement-ները Աստված տալիս ոնց սրանց հախից գան։ Բայց այս դևերի մասին, որ ես ձեզ ասում եմ, սրանց կարակ, սրանց հախից գան։ Ոք պիտի հասկանաք իրանց։ Պիտի you have to know. If you don't know, բրծակ։ Բերանդ բացեցի, սկսեցի խոսալը, կջարդեն։ Գիտես եղբայրս, դրսի մարդիկ քեզ չեն կարա անիծեն։ Ինչ կուզում են քեզ ասեն, մերի, կորի, քանսրնգի, չի ազդի վրդ, որովհետև Հիսուս քեզ ծածկել է։
բայց ես կարամ քեզ անիծեմ։ Ու ես քեզ կարամ հիվանդացնեմ։ Որտեվ իմ ու քո բերանի վրա կյանքն ու մահն է դրած։ Մենակ մենք ունենք դա։ Ես կարամ քեզ անիծեմ, որպես Աստծո մարդ դու էլ կարաս ինձ անիծես։ Ես կարամ ինչ ուզեմ քո մասին ասեմ, ես դաժե կարամ դև ուղարկեմ քո կյանքի վրա։ Դու էլ կարաս ին վրա անես։ Որովհետև մենակ քրիստոնյաներն են, որ ունեն կյանքի եւ մահի զորությունը իրանց վրա, իրանց բերանին։ Մահը եւ կյանքը մեր լեզվի վրա է, մեզ է տրված։ Ես կարամ քեզ անիծեմ, դու էլ ինձ։ Ես կարամ քո վրա դև ուղարկեմ, դու էլ ին վրա։ Դրա համար Աստված ասում է, ոնց կարաս նույն բերանով համ անիծես, համել օրտնես։ Լավ կլի Աստված ասում է, որ օրտնի։ Չի թույլ տալի, որ քրիստոնյաները այն մի բաժինը բացեն։ Մենք իրավունք չունենք անիծենք։ Մենք մենակ մի հոգու կարանք անիծենք։ Մենակ մի հոգի կա, որ կարանք անիծենք։ Մենակ մի հոգի կա կարանք, դա դևնա եւ իր արած գործերը։ Գնա ինչքան ուզում ես անիծի իրան։ Իր բերած հիվանդություններ անիծի։ Դրա համար երբ որ ես հիվանդների վրա աղոթքում ասում եմ, in the name of Jesus Christ, the roots and the seed you planted on her, I curse that in the name of Jesus Christ. Let it die. What do? You kill that sickness in him. Որտեվ անեցքը արմատներով մտնում է մարդու օրգանիզմ մեջ, ինֆիրմիթի առաջացնում, սկսում է մարմնի մանգալը, մինչև տեղա գտնում ու ինչ որ ընդունեցիր, էտելում է քո հիվանդությունը. You kill that in Jesus name. Only Satan. So Մյուս տարի պատրաստ եղեք։ Սատանան էլի գալու է։ Վախենալու ոչ մի բան չունեք։ Now you know how to overcome. Now you know. Եթե Աստված մեջն է, ուղղակի գնա Աստծուն, ասա երբ ես սարքում։ Ու Աստծո ժամանակ դու քո մար հանգիստ մնա, որտեվ եթե դու ավելորդ սկսեցիր մտածելը, էլի քեզ դրա մեջ կգցի։ Ես տենց եմ հաղթում բոլոր այդ 28 հարցակումները, որի ին վրա եկել է։ Ու այսօր էլ մենք մեջ ունենք, բայց մենք մտածելու ոչ մի բան չունենք։ Move on։ Հա? Move on։ Երբ որ 2017 թվականին մեզ եկեղեցուց հանում էին, 2 շաբաթվա notification տվել, ես ասուն հարցեցի դու թողում ես որ մենք մնանք ստեղ։ Ասեց այո, գնաց այդ քրոջ այդ աղջկան ասեցի ինձ նայի։ Կամ fire դեսեղնելու, կամ էլ գնալու ես տեղ ապաշխարելու ես։ Ասեց 2 շաբաթ ունեք move on. I said that's not for you to decide. Գնացինք 12 օր ծոմ պայեցինք, fire դարեցին իրան։ Եկան ինձ ներողություն խնդրեցին ու մենք բրծանք։ Ես սաղ օրը դիվանի վրա նստած and 12 օր սպասել եմ Աստծուն, սոված եւ ծառավ։ I win. Ոչ մի բան չեն կարել։ Ոչ կերել ենք, ոչ խմել ենք, 5 օր ջուր չեմ խմել, 12 օր հաշ չեմ կերել։ But I win. Այդ օրն եկա Աստված ինձ 35 pound ուտելիք տվեց որ ուտեմ։ Praise Jesus. I ate like a dinosaur. Amen. Հիսուս ջան, փառք ու պատիվ քեզ Տեր Հիսուսի։ Տերես քեզ փառք ենք տալիս ու պատիվ։ Keep playing, brother. And I just want to praise you. Lift my hands and say, I love you. You are everything to me. Բոլոր ձեր աչքերը փակեք Աստծո շնորհիվ։ Եվ այս բառերը, եթե գիտեք իմ հետ երգեք։ And I give you praise, exalt your holy name. And I exalt your holy name most high. Come on, let's do it one more time. I just want to praise you. Lift my hands and say, I love you. Arababa Shende, think to me,
Come on, keep praying, people. And I exalt your holy name. And I exalt your holy name. You see, the presence of the Lord is here. People, keep praying. Keep playing. Keep playing. The name most high. Let's do it one more time. And I just want to praise you. Come on, people, just play with me, please. Oh, I give you praise, Jesus. Arabashende. Keep playing. Very soft, soft. And I exalt your holy name most high. Let's sing one more time. I feel the presence of the Lord, people. And I just want to praise. Lift my hands and say, I love you. You are everything to me. And I, Jesus, we give you praise and honor. Close your eyes. I want to pray for you. Nema. And I, Jesus, we give you praise and honor. And I, Jesus, we love you. Holy name, most high. And I, look at the presence of the Lord here. You know, I was going to come to you like, keep playing, brother. And I, Jesus. The presence of the Lord. You know, I see your prayer changed, my sister. Now you're praising the Lord and crying out to God, saying, thank you for everything. It's kind of like you're going to the totally a good direction. All this time you pray for certain things which devil brought in your life, but now you understand that God is with you. And then starting today, your prayer will be changed. Yes, that's right. And I, holy name, most high. My God, I give you praise and honor. And I just want to praise you. My sister, there's a blessing coming and gonna rest on you. And the Lord spoke to me and says, tell her, I see an expansion, a business expansion, a great business. You're gonna be so famous, I see in my spirit. You're gonna have your place, your name, and you're not gonna work, but people are gonna work for you. You're gonna be like a brand. I'm not sure if you understand. You're gonna be like a brand. I see a nice, beautiful building where you're gonna be like a brand. Do you understand? Yes, you're no longer. It's like think about Tesla. It's like think about Amazon. You're gonna be a great brand. I see beautiful building where I see people coming and going. Oh, and I just want to praise you. Arababa Shende. Lift my hands and say, I love you. I like it. Jesus, we give you praise and honor. We praise and honor Jesus. Fire in Jesus' mighty name. Change the song. Change the song. Lord, thank you for your mercy. Thank you for your grace. Thank you for your mercy and for your grace, Lord Jesus. Տերս օրտնես քո սուրբերիդ, օրտնես Տեր Աստվածս իմ քո ժողովրդիդ եւ պայս ու պահպանես Տերս։ Եթե սատանան է գալիս է Տեր ջան, դու նրանց տաս
իմաստություն, օրհնես նրանց կյանքը, որովհետև մենք հաղթել ենք։ Մենք հաղթել ենք քո անունով եւ քո տված զորությունով եւ իմաստությունով։ Շնորհակալ ենք Տերին։ Ամեն նեղությունների մեջ համենայն դեպս դու գիտես ինչպես ազատես արդարին նեղությունից։ Շնորհակալ ենք Տերս, որ մեզ տվել ես իմաստություն, տվել ես զորություն, տվել ես քո խոսքը, ինչպես այդ դևերի հետ վարվենք եւ շնորհակալ ենք, որ մենք հաղթել ենք in Jesus mighty name. And God's people said amen. Right, կարող եք նստել մի երկու րոպե, հայտարարություն եմ։ All right, Աստծո ժողովուրդ, ուրեմն մենք մյուս շաբաթ ունենք Christmas, right? Լուսինե